Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ շփումների մեջ են տարբեր հարցերով, հայտարարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մանրամասնելով, թե խոսքը որ կառույցների մասինն է։ Սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով աշխատում, անվտանգության խորհուրդը եւ Արմեն Գրիգորյանը իր գործընկերոջ հետ է աշխատում, գնեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը։ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ձեռք բերած համաձայնություններից հետո հայտարարում են, խաղաղությունը հաստատված է։ Այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սահմանազատման գործընթացը 1.5 տարի է տեղից չի շարժվում, թեև անցած տարի Տավուշի հատվածում այն տևեց մոտ 1 ամիս։ Սահմանազատման կանոնակարգը չհաստատված հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղերը վերադարձվեցին Ադրբեջանին։ Լուծված չեն նաև հումանիտար խնդիրները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր ասաց, հայ-ադրբեջանական ակտիվ շփումներից եթե արդյունքներ լինեն, հանրությունը կտեղեկանա։ Եղածից էլ Արայիկ Հարությունյանը դժգոհ չէ։ Կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմանը հայ պաշտոնյաները վերջին ամիսներին շատ չեն անդրադառնում։ Ադրբեջանից են պարբերաբար հիշեցնում, այն ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Հայաստանում ծրագրում են ընդունել նոր սահմանադրություն, բայց պնդում են, թե դա ներքին որոշում է եւ կապ չունի Բաքվի պահանջի հետ։ Արայիկ Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք, խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը կողմերն այժմ քննարկում են, հնարավոր է առաջիկայում հասնել դրան։ Երկկողմ շփումներում այդ հարցը անընդհատ կա եւ պետք է փորձենք նաեւ ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթղթը ստորագրվի։ Արդյոք Երևանի եւ Բաքվի շփումների արդյունքում կհաջողվի առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Հայ պաշտոնյաները միայն նշում են, թե մայրօրենքի վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները հիմնավոր չեն։ Բաքվից պնդում են Հայաստանի սահմանադրությունը, որում հղում կա անկախության հռչակագրին տարածքային պահանջներ է պարունակում այդ երկրի նկատմամբ։ Վարչապետը եւս կարծում է, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ դրա բովանդակությունն այն մասինն է, որ Հայաստան չի կարող գոյություն ունենալ։ Այս կարծիքին է նաև Արայիկ Հարությունյանը։ Ես կարծում եմ, որ անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիրը կլծվի նոր սահմանադրության ընդունման գործին։ Թե երբ կլինի հանրաքվեն, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, ժամկետների շուրջ քննարկում չկա։ Պաշտոնյան այսօր դարձյալ պնդեց, իրենք պատրաստվում են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների։ Գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում եւ դա պետք է գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամն է իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը։ Քաղաքացիական պայմանագրի վարչության վերջին 2 նիստերի օրակարգում ընտրություններն են եղել։ Արդեն հայտնի է, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է հենց Արայիկ Հարությունյանը, իսկ падգամավոր Վահագն Ալեքսանյանը իրականացնելու է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի աշխատանքը։